Հարգելի գործընկերներ, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իհարկե պարոն Մանուկյանի հետաքրքիր էմոցիոնալ ելույթից հետո մի քիչ դժվար է համարժեք ելույթ ունենալ, բայց այնուամենայնիվ ես կփորձեմ։ Իմ ելույթը նվիրված է այս հանձնաժողովի ոլորտային հիմնախնդիրներին, մասնավորապես պետական բյուջեին և ֆինանսական վերահսկողությանը, ինչու, որովհետև ակնհայտ է, որ պետական բյուջեի միջոցների արդյունավետ և ռացիոնալ օգտագործման նկատմամբ արդյունավետ ֆինանսական վերահսկողությունը կհանդիսանա մեր պետության կայուն տնտեսություն ունենալու հիմքը։ Եվ այս համատեքստում ես շատ կարևորում եմ պետական բյուջեի միջոցները, պետական գնումների ոլորտում արդյունավետ ծախսելը և դրա նկատմամբ արդյունավետ ֆինանսական վերահսկողությունը։ Ինչու եմ խոսում պետական գնումների մասին, հարգելի գործընկերներ, որովհետև պետական բյուջեի միջոցների մոտավորապես մինչև 45%-ը ծախսվում է այս ոլորտում, մյուս հատվածը դա աշխատավարձ, սոցվճարներ և ռազմական ծախսերն են։ Եվ բնական է, եթե լինի հնարավորություն արդյունավետ ծախսել 45% բյուջեի միջոցները, մենք ունենանք ռեալ խնայողություն և ռեալ հզոր տնտեսություն։ Եվ այս համատեքստում այս հանձնաժողովի ոլորտներից մեկը ֆինանսական վերահսկողությունը պիտի լինի արդյունավետ։ Իսկ ինչ ունենք իրականում։ Իրականում այն վերահսկողական համակարգը, որը գոնե մինչև 22 թվական աշխատում էր, կառավարության կողմից նախաձեռնած և ազգային ժողովի կողմից ընդունված 22 թվականի օրենքով անկյունաքարային քանդվեց։ Հիմա ավելի առարկայական։ 22 թվականին կառավարությունը ներկայացրեց նախագիծ ազգային ժողով, որտեղ տնտեսվարողների պետական գնումների ոլորտի բողոքարկման համակարգը էականորեն վերանայվեց, ես չեմ վախենա նշել վատ թարացվեց, և տնտեսվարողների իրավունքները այս ոլորտում էականորեն նվազեցին, որը կբերի և բերում է լուրջ կոռուպցիոն ռիսկերի։ Ինչն է տեղի ունեցել։ Մինչև 22 թվականներ տնտեսվարողները գնումների հետ կապված վեճերի դեպքում, երբ որ նկատում էին պետական մարմինների կողմից ակնհայտ ապօրինություններ, ունեին հնարավորություն բողոքարկելու արտադատական կարգով։ Հատուկ վարչական մարմնին, որը կոչվում էր բողոքներ քննող անձ։ 22 թվականի կառավարության նախաձեռնությամբ այդ մարմինը լուծարվեց և բողոքներ քննելու հնարավորությունը տրվեց բացառապես դատարաններին։ Կարծես թե իրավական վեճ է և հետաքրքիր չէ այս թեման, բայց իրականում ինչ տեղի ունեցավ։ Բողոքներ քննող անձին տնտեսվարողները դիմում էին, կարող էին դիմել առանց իրավաբանի, փաստաբանի ծառայության, ընթացակարգը էժան էր, հեշտ, մատչելի։ Բայց կառավարությունը այս համակարգը վերացրեց, տալով վեճերի լուծման իրավասությունը բացառապես դատարաններին, ընդ որում այս նախագծի վերաբերյալ հենց իրենք դատարանները լայնածավալ 13 թե 14 էջանոց առարկություն ներկայացրեցին, ասելով, որ հարգելիներս, ամբողջ աշխարհում նախատեսվում է արտադատական համակարգ նաև վեճերի լուծման, որը բեռնաթափում է դատարաններ, ինչի մասին դուք բազմաթիվ անգամ խոսել եք, բայց չեք հակառակը անում։ Ինչ ունենք այստեղ խնդիր։ Տնտեսվարողները ստիպված են հիմա 22 թվականից ձեր նախաձեռնության արդյունքում կրել հսկայական ծախսեր, դիմել փաստաբանական ծառայությունից օգտվելու, որպեսզի կարողանան ներկայացնել հայցադիմումներ դատարան և կրել բավականին լուրջ ծախսեր, նաև հաշվի առնելով, որ փաստաբանական ծառայությունը նույնպես անցել է ավելացված արժեքի հարկի դաշտ և այս ծառայությունները իրենց հերթին թանկացել են 22 թվականի համեմատ։ Հաջորդ խնդիրը դարձավ այն, որ 22 թվականին նույն փաթեթով կառավարությունը ներկայացրեց նաև պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն։ Ինձ իրավաբանները կհասկանան հիմա ես ինչ նկատի ունեմ։ 20 հազարանոց պետական տուրքը տենդերների բողոքների քննության համար դարձավ մինչև 10 միլիոն։ 10 միլիոն։ Այսինքն, եթե տնտեսվարողը տեսնում է, որ ապօրինաբար
կազմվել է մրցույթի հրավեր, որը խտրական է եւ գրված է կոնկրետ ընկերության համար։ Երբ որ իրեն ապօրինաբար հայտը մերժում են, որպեսզի հաղթող ճանաչեն, երկրորդ տեղ զբաղեցնող մասնակցի, ավելի թանկ գին ներկայացրած մասնակցին, եւ ինքը ցանկություն ունի իր խախտված իրավունքը դատական կարգով վերականգնելու, ստիպված է լինելու վճարել տվյալ գնման ընթացակարգի տենդերի, այսպես ասած, ժողովրդական լեզվով ասած, գնի 1%-ը հիմնականում վիճարկվում են, որտեղ ծախսը պատրաստ է ընկերությունը անել մեծ գին ունեցող գնումների տենդերների դեպքում, հիմա պատկերացրեք 1 միլիարդանոց տենդեր է, վիճարկվում է իրավունքի հարց, ոչ գումարային արտահայտությամբ, որպեսզի գումարի տոկոս վճարվի, իրավունքի ճանաչման համար ներկայացվող, դատարան ներկայացվող հայցի համար պահանջվում է 10 միլիոն պետական տուրք։ Այսինքն ընկերությունը 3 ատյանի համար միայն պետությանը վճարվող պետական տուրքի գումարը կազմելու է 30 միլիոն, պլյուս փաստաբանական ծախս։ Հիմա այս համատեքստում տնտեսվարողների մոտ եւ մտածող մարդկանց մոտ ստեղծվում է տպավորություն, որ այս նախագծով իշխող ուժն ուղղակի չի ուզում, որպեսզի տենդերների ոլորտը վիճարկվի, որպեսզի հնարավորություն ստեղծվի այս ոլորտում պետական մարմինները ինչ ուզենան անեն, ինչու, որովհետև տնտեսվարողը արդեն մեծ գումարներ չի կարող ներդնել այս բողոքարկման պրոցեսում, ունենալով թեկուզ մի փոքր վախ, որ առնվազն պետական տուրքի հետ 30 միլիոն դրամը իրավունքի ճանաչման համատեքստում կարող է կորցնել։ Մի ուրիշ համատեքստից այս հարցին նայեք։ 30 միլիոն դատական ծախս։ Հիմա պատկերացրեք դատավորին։ Դատավորը քննում է գործ, որտեղ վճարված է արդեն 20 միլիոն դրամ։ Ընդունենք վերաքննիչ դատանի դատավորը կամ թեկուզ առաջիացան 10 միլիոն։ Հիմա արդյոք դատավորը կկարողանա օբյեկտիվորեն հայցը բավարարել, ես ամենայն հարգանքով դատական համակարգի հանդեպ, իմանալով հանդերձ, որ բավարարման դեպքում ստիպված է լինելու կայացնել որոշում պետական տուրքը տնտեսվարողին վերադարձնելու համար։ Ինչի եմ սա ասում, որտեղ եթե մասնավոր վեճ լինի, մի ընկերությունից կվերցնի, մյուս ընկերությանը կվերադարձնի, բայց մենք ստեղ մյուս կողմում ունենք պետություն։ Այսինքն, հայցը բավարարելու դեպքում միանշանակ 10 միլիոնը հետ է վերադառնալու պետբյուջեին տնտեսվարողին։ Այս համատեքստում մենք ակնհայտորեն տեսնում ենք մտածող մարդիկ, որ օրենսդրական առումով ստեղծվել է այնպիսի բազա, որը սահմանափակել է դատական պաշտպանության եւ արդյունավետ դատական պաշտպանության եւ դատան դիմելու իրավունքը։ Ինչու? Որտեղ տնտեսվարողները այս ահռելի ֆինանսական բեռի պայմաններում, մտածելով, որ նաեւ մտնում են պատերազմի մեջ պետության հետ, զերծ են մնում դատարան դիմելու հնարավորությունից։ Իսկ սա միանշանակ բերելու է պետական գնումների ոլորտում, այսինքն 45% բյուջետային միջոցների ոլորտում ռեալ կոռուպցիոն սխեմաների եւ կոռուպցիոն մեխանիզմների ծաղկմանը։ Ինչու? Չկա վերահսկողություն, չկա մեղավոր, չկա պատժման ինստիտուտ։ Նույն սրա հետ կապված մի շատ կարևոր հանգամանք էլ նշեմ, ի պատիվ դատարանների այնուամենայնիվ անգամ այս հսկայական ֆինանսական բեռի պայմաններում կան տնտեսվարողներ, որոնք այնուամենայնիվ պայքարել են իրենց իրավունքների համար եւ կան բազմաթիվ բավարարված հայցադիմումներ։ Երբ որ դատարանները ֆիքսել են, որ հրավերով մրցույթի նախատեսվել է խտրական պահանջ, գրվել է կոնկրետ ընկերության, սահմանափակել է մրցակցությունը, առաջի տեղ զբաղեցնող մասնակցին ապօրինաբար մերժել են, տվել են մի քանի անգամ ավելի թանկ գին ներկայացրած երկրորդ մասնակցին եւ այս օրինական ուժի մեջ մտած վճիռների դեպքում, հարգելի գործընկերներ, քանի ծառայողական քննություն է նշանակվել մեղավոր գնահատող հանձնաժողովների կողմից նկատմամբ, մեղավոր պատվիրատուների ղեկավարների նկատմամբ։ Համենայն դեպս ինձ այդպիսի ինֆորմացիա չի հասել, բայց չէ որ արդեն իշխող ուժի ձեռքում
կա դատական ակտ, որով ֆիքսվել է պետական տենդերների ոլորտում ապօրինությունը, ապացուցելու խնդիր էլ չկա, ֆիքսվել է այդ փաստը։ Արդյոք պատժվել են վերոհիշյալ անձինք, իհարկե ոչ, որը տալիս է մեզ ենթադրելու, որ այս ոլորտում ծաղկում է կոռուպցիա։ Հարգելի դատան, գնումների հետ կապված շատ բաներ կարող եմ ասել, մեկ անձից գնումների, սև ցուցակների, բայց հաշվի առնելով, որ ինչ ժամանակը սահմանափակվում է, ես հետո այս հնարավորությունից նույնպես կօգտվեմ։ Շնորհակալություն ուշադրության համար։